Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 12։ Որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցաք, որ Քրիստոս էլ չարչարվեցավ և ձեզ էլ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք։ Առաջին Պետրոս 2:21 խոսք։ Աստծո նախախնամությունը աստվածավախ ծնողներ տալով այնպիսին է, որ ձեր անհնազանդությունը նրանց նկատմամբ ապստամբություն է Աստծո իշխանության դեմ։ Որդիկ, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, Եփեսացիս 6:1 խոսք։ Սա պատվիրան է, ձեր ապստամբությունն ավելի խորն է, քան դուք կարծում եք։ Դուք չեք հնազանդվում մարդկանց, այլ Աստծուն, և Աստված կպատժի ձեզ ձեր անհնազանդության համար։ Հնարավոր է նրանց քնքշությունը թույլ չտա ձեզ պատժել, բայց դուք արդեն անցած լինեք նրանց դաստիարակության սահմանները։ Նրանք միայն կարող են բողոքել Աստծուն, և եթե դա անեն, նա ձեզ հետ ավելի խիստ կվարվի, քան նրանք կարող էին։ Ձեր մեղքն ավելի մեծ է, քան երիտասարդ հեթանոսների և անհավատների մեղքը։ Ավելի լավ կլիներ, եթե դուք որպես անհնազանդ զավակ ծնված լինեիք անհավատներից, նույնիսկ գազաններից, քան այդպիսի բարեպաշտ ծնողներից։ Սակայն Աստված հաճախ մարդկանց իրենց ծնողների հանդեպ անհնազանդության համար նույն կերպ է հատուցում։ Սովորաբար մեր սեփական երեխաներն են մեզ նույնով փոխհատուցում։ Ես մի լուրջ հեղինակից կարդացի մի չար մարդու մասին, ով իր հորը դաժանորեն քարշ էր տալիս տան միջով։ Հայրը խնդրում էր նրան. «Ինձ այստեղից այն կողմ մի քարշ տուր, որովհետև ես էլ իմ հորը միայն մինչև այստեղ եմ քարշ տվել»։ Որքան տխուր, բայց միևնույն ժամանակ արդար է Աստծո հատուցումը։ Մարդը հաճախ նույն կերպ է հնձում այն, ինչ ինքն է ժամանակին սերմանել։ Իսկ դուք, որոնց սրտերում Աստծո շնորհը տնկվել է դաստիարակության օրհնությամբ, կոչ եմ անում ձեզ, էլ առավել փափագեք Աստծո բարությունը ձեր հանդեպ։ Ինչ օրհնյալ բաժին է Աստված նախատեսել ձեզ համար։ Որքան քիչ երեխաներ ունեն այն շնորհները, որ դուք եք այսօր վայելում։ Ուրեմն պատվեցեք այդպիսի ծնողներին, որովհետև ձեր պարտավորությունը կրկնակի մեծ է նրանց հանդեպ։ Եղեք նրանց սրտի ուրախությունը և կյանքի մխիթարությունը, որպեսզի դուք և նրանք միասին ուրախանաք այն մեծ Տիրոջ օրում և միասին հավիտյան գովաբանեք Աստծուն։